Այս պահին մենք գտնվում ենք Մեգերյան կենտրոնում, հրաշալի մի անկյուն ազգային տրամադրությունը տիրում է այստեղ, ինչպես տեսնում եք բոլոր իմաստներով, եւ առաջին հերթին իհարկե այստեղ տիրում է գեղեցկությունը, իդեմս մեր գեղեցիկ կանանց, որոնցից շատ-շատերը անվանի կանայք են, ճանաչված դեմքեր են, արդեն երրորդ տարին է մեր Անժելան Ստեփանյան արդեն անց է կացնում Արմենիկոս մրցանակաբաշխությունը։ Պատիվ եմ ունեցել Արմենիկոս մրցանակը ստանալու 2022 թվականին, շատ հպարտ եմ և շատ շնորհակալ եմ նման պատվի համար։ Անժելա Ալբերտովնային ճանաչում եմ շատ վաղուց, շատ ջերմ ու ցանկանում եմ Զվարթնոց հիմնադրամին իր Արմենիկոսին հաջողություններ ու նորանոր տաղանդավոր, տաղանդաշատ դեմքեր։ Արմենիկոս մրցանակը շատ յուրահատուկ է մեր հանրության համար, մեր երկրի համար, իսկապես մրցանակը տրվում է արժանի այն բոլոր կանանց, ովքեր որ մեծ ներդրում ունեն մեր մշակույթի զարգացման մեջ, բժշկագիտության զարգացման մեջ, հասարակական կյանքի եւ այլ ասպարեզներին։ Նա կարողանում է միավորել իր էներգիայով, իր ուժով եւ մեծ սիրով միավորել տարբեր միջավայրի մարդկանց, ընկերացնել բոլորին եւ ես իհարկե հպարտանում եմ, քանի որ եղել եմ առաջին մրցանակակիրներից մեկը Արմենիկոս 2022-ի բարի երթ եմ մաղթում, թող միշտ ավելի բարգավաճ ու ավելի մեծ լինի այս մրցանակը, ավելի տարածուն ու ավելի հանրահայտ։ Շնորհավորում եմ Անժելային, ուժ, եռանդ եւ միշտ այդպիսի բարձր նշաձողեր դնելու եւ հասնելու ունակություն։ Ինչ է իրենից ներկայացնում այդ մրցանակաբաշխությունը, դա գեղեցիկ տիկնիկներ են ազգային տարազով, իսկ կերպարով, հենց Անժելայի կերպարով։ Դրանք շնորհվում են այն կանանց, ովքեր ունեն արժանինքներ, ովքեր ունեն վաստակ երկրի առջև, ովքեր հասել են ինչ-որ բարձր արդյունքների եւ ծառայել են իրենց հայրենիքին, սիրում են իրենց հայրենիքը։ Դրանք եւ բանաստեղծներ են, եւ դերասաններ են, եւ գործարար կանայք են, մի խոսքով տարբեր բնագավառներից։ Ես զոհվածի մայր Սոնա Դերենիկի Փաշինյանն եմ, որից զոհվել է Լեռնային Ղարաբաղում մարտական հերթապահության ժամանակ Թալիշ գյուղում։ Ես այդ զոհված տարիներին, ես 39 տարեկան էի, որ միշտ լսում էի տղայիս խոսքը, որ ասում էր մամա 40-ամյակիդ սեղանի գլխի վերևը նստած եմ լինելու, բայց ավաղ չեղավ։ Անցան տարիներ տիկին Անժելա Ալբերտովնան նկատել է եւ որպես հերոսացին մայր այսօր ինձ ներկայացրել է Արմենիկոս մրցանակաբաշխության։ Իմ շնորհակալության խոսքն եմ ուզում հայտնել տիկին Անժելային, որ մեզ նկատեց եւ արժանացրեց մրցանակի։ Ես Արմենուհի Խաչյանն եմ, ուսուցչուհի եմ, աշխատում եմ համար 118 ավագ դպրոցում։ Այսօր եկել եմ մասնակցելու Արմենիկոս մրցանակաբաշխությանը եւ ունեմ բավականին մեծ տպավորություն դեռ,
մինչև սկսվելը, որտեղ շատ ծանոթ եմ արդեն Արմենիկոսին, նրանց արած գործերին, նրանց սպասվելիք ծրագրերին, մի խոսքով ամենալավն ու բարին, ինչ որ ես գիտեմ նրանց մասին, եւ ուզում եմ, որ բոլորը իմանան, որ Արմենիկոսը լուրջ մրցանակաբաշխություն է եւ շատ մեծ գործ է անում, շատ մեծ հայրենավեր գործ է անում։ Ես եկել եմ իմ թիմով, իմ աշակերտներով, ովքեր որ արդեն աշակերտ են եւ մեծ մարդիկ են եւ իրենց փոքրիկ ներդրումը ունեն այս մրցանակաբաշխությանը։ Ես Նելին եմ Հարությունյան, 18 տարվա իրավապահ մարմիններում աշխատանքի փորձառությամբ, այդուհանդերձ կարծում եմ, որ մարդու հեղինակությունը, այդ թվում մասնագիտական, անպայման բնութագրվում է հասարակությանը, երկրին, պետությանը, իր շրջապատին բերած օգուտով։ Դա եմ համարում մարդու իրական հեղինակությունը։ Միշտ հաճելի է, երբ գնահատված ես լինում, երբ տարբեր պարգևներ ես ստանում, բայց այստեղ գալուց առաջ ես շարունակ մտածում էի, ինչ է տալիս այս պարգևը ինձ, Արմենիկոս այդ հնչեղ անվանումով, եւ հասկացա, որ դա մեկ անգամ եւս ինձ ստիպում է նոր ձեռնարկներ, նոր նախաձեռնություններ եւ այն կուտակած փորձը, կուտակած գիտելիքները ոչ թե ուղղակի պահել, հպարտանալ, վերհիշել, պատմել, այլ նաեւ նորանոր չբավարարվել, նորանոր գործեր ձեռնարկել։ Իսկ ավարտը դե Աստծո օգնությամբ, նախախնամությամբ եւ իհարկե նորանոր գաղափարներ, որոնք իրոք պետք կլինեն իմ շրջապատին։ Շատ կուզենամ կարևորել այս միջավայրը գեղեցիկ, պատմական, ամբողջ հայ ազգին ներկայացնող այս գեղեցիկ գորգերի միջավայրում քեզ ավելի փոքր ես զգում, քեզ ավելի աննշան ես զգում եւ մարդու կյանքը իմ կարծիքով նման է գորգին, իր գույներով, իր տրամադրությամբ, իր ջանասիրությամբ, այդ տքնաջանությամբ, որին մարդը իր ամբողջ ծնված օրից մինչև իր կյանքի վերջին օրը փորձում է ինչ-որ հիշատակ թողնել։ Այս գորգերի նման ուզում եմ բոլորս հավերժ լինենք եւ շատ ճիշտ են դրված վայրը։ Իրոք բոլորս մեզ ավելի կարևոր ենք զգում եւ ավելի պարտավորված։ Գարանեն շատ բանիմաց, խելացի եւ բազմակողմանի զարգացած է եւ այսօր ստանալու է մրցանակաբաշխություն։ Իհարկե Գարանեն այսօր այստեղ չի, գտնվում է արտերկրում։ Շնորհակալ ենք Անժելային, որ կարողանում է Սփյուռքի յուրաքանչյուր կնոջ, յուրաքանչյուր հայուհու հասցնել իր ուզած երազանքին։ Այն հայուհիներին, որոնք տաղանդավոր են, այն հայուհիներին, որոնք կարողանում են իրենց երկրի համար կատարել լավ աշխատանք։ Իհարկե, պետք է պայքարել, որպեսզի հասնես նպատակիդ, պետք է գնահատել, որպեսզի չկորցնես։ Սա մի շատ գեղեցիկ միջոցառում է, որը միավորում է բոլոր հայերին աշխարհի տարբեր երկրներից։ Անժելան ինձ համար այս վերջին 4 տարվա հայտնություն է։ Մոսկվայից եկած Զվարթնոց բարեգործական հիմնադրամի նախագահ, երբ որ իր տեսահոլովակները նայում եմ, ես ուղղակի հիանում եմ։ Հայ կինը ինչքան կարող է աշխարհով մեկ հայ արվեստը տարածել, մեծ գործունեություն ծավալել եւ կարողանալ անմահացնել մեր պոետների, մեր արվեստի, մեր հերոսների մասին բազմաթիվ միջոցառումներով լցնել ամբողջ աշխարհի բեմերը։ Այս տարի, եթե չեմ սխալվում, 25 կին կստանա այդ գեղեցիկ տիկնիկը։ Այնպես որ ամեն ինչ արժևում է, ինչպես տեսնում եք, հյուրերը հավաքվում են նաև այն կանայք, ովքեր որ ստացել են այս 2 տարվա ընթացքում այդ տիկնիկը, ինչպես նաև մեր նոր մրցանակակիրները։ Սպասենք մրցույթին։